Թուրքի հացով սնվող երկրի ղեկավարին, որ միջև հիմա թողել ենք այդ աթոռին գանված, այո, դա բոլորիս մեղքն է։ Պետք է բոլորս առաջներդ մեկս մյուսին հարգենք, առաջինը։ Ու պայքարենք մեկս մյուսի հետ, անկախ քաղաքական հայացքներից, անկախ կուսակցությունից։ Ամեն ինչ պետք է դնեն մի կողմի վրա, որտեղ սա բոլորինս է։ Մենք ստեղով մկրտվում ենք։ Մենք որ հանգուցյալ ենք ունենում, գալիս դիմում ենք քահանային, որ գա մեր հանգուցյալի թաղման արարողությունը կատարի։ Մենք մեր երեխուն բերում ենք ստեղ ենք մկրտում։ Կնունքները անում են ստեղ։ Թաղման թափորները, որ արարողությունները կատարում են մեր քահանաները։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով մենք պարտավոր ենք որպես քրիստոնյա ազգ լինենք մեր եկեղեցու, մեր քահանայի կողքին։ Ու ես հպարտորեն ասում եմ, ես իմ եկեղեցու կողքին եմ, ես մեր ձևով մենք մեր եկեղեցու կողքին ենք։ Ոչ մեկ չփորձվի եկեղեցու անունը շահարկելով, քահանաներին կալանավորելով ինչ որ արդյունքի հասնի, չի հասնելու։ Եթե այսօր Նիկոլ Փաշօղլին սնվում է Թուրքի ձեռքից, ապա մենք սնվում ենք մեր հայ հողու ջրից։ Մենք չենք սնվում իրանց նման Թուրքի ձեռքից։ Եվ պարտավոր ենք լինել մեր ձևով շարժման կողքին, որտեղ միակ քաղաքական ուժն է այսօր, որ լիարժեք հայ ազգի կողքին կանգնած է։ Հպարտորեն ասում եմ, միակ քաղաքական ուժն է, որ հայ ազգի կողքին միշտ կանգնած է եղել, միշտ։ 18 թվից ի վեր հայ ազգը եղել է ողբի մեջ, լացի մեջ։ Ոչ մի լավ բան, ոչ մի ուրախություն, ոչ մի լիարժեք ծիծաղ ու ժպիտ ոչ մի հայի դեմքին չկա։ Բոլորի օջախներում ողբա, բոլորի օջախներում սուք է։ Ու վերջում մեզ անվանում են տերորիստ, այսինքն 5000 անմեղ երեխու գլուխը, որ ինքը տարավ կերավ, տերորիստ չի ինքը, բայց երբ որ մենք ուզում ենք իրանման թրքապատակ իշխանությունը իրան ու իր խմբակին վթարենք այս երկրից, մենք դառնում ենք տերորիստ։ Ոչինչ, այդ դեպքում ես տերորիստ եմ, համաձայն եմ։ Ես Փաշօղլիների ու իր փոքրիկ խմբակի տերորիստն եմ։ Ես մեծ սիրով ցանկություն ունեմ իրանց վթարելու այս երկրից։ Թող ես լինեմ տերորիստ։